Երևանում պատմական որակված այցից հետո Թուրքիայի այն նույն քաղաքում, որտեղ բանակցել էին Փաշինյանն ու Էրդողանը, հստակ ձևակերպվեցին Հայաստանին ուղղված պահանջները, այսպես կոչված Միջանցքից մինչև արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների ընդունած Ստամբուլյան հռչակագրի 20-րդ եւ 26-րդ կետերն ուղղված են Հայաստանին։ Մտահոգություն է հնչում Հայաստանի ներկայիս տարածքից իբր բռնի եւ համակարգված ձևով վտարված 100 հազարավոր ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ։ Դատապարտվում է Հայաստանում իբր իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը, իսկ Արցախի էթնիկ զտման ու հայկական ժառանգության ոչնչացման փաստերի մասին բնականաբար ոչ մի խոսք։ Վերահաստատում ենք վտարված ադրբեջանցիների անքակտելի իրավունքը խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու իրենց ծագման վայրերը ժամանակակից Հայաստանի տարածքում միջազգային իրավունքին համապատասխան։ Դատապարտում ենք Հայաստանի հրաժարումը երկխոսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։ Երևանի արձագանքը կոշտ է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումներից։ Հայկական կողմն ընդգծում է, որ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Պաշտոնական Երևանը հիշեցնում է, որ Արևմտյան Ադրբեջանը, Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը, իսկ խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը ենթարկվելով էթնիկ զտման։ Եթե դիմացինը պարզապես ձեռքերը վեր է բարձրացրել, բնական է, որ ադրբեջանական կամ թուրքական նարատիվները ոչ միայն առաջին պլան են գալու, այլ դրանք նաև միջազգային օրակարգում դառնալու են գերիշխող։ Եթե Հայաստանի իշխանությունը ինքը իր շահերը որևէ ձևով չի ներկայացնում, բնականաբար միջազգային հանրությունն այստեղ նույնիսկ խաղի հնարավորություն էլ չունի մտնելու եւ փորձելու որոշակիորեն նաև բալանս պահպանել։ Ինչ է ենթադրում Ստամբուլյան հռչակագիրն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ ըստ падգամավոր Տիգրան Աբրահամյանի։ Սա Հայաստանի համար պարտադիր իրավաբանական ուժ բնականաբար չունի։ Սա առաջին հերթին քաղաքական հարթակ է, որտեղ Ադրբեջանը տարիներ շարունակ Թուրքիայի օգնությամբ փորձել է օգտագործել հակահայկական տարբեր ուղղություններով։ Հիմա օգտվում է նաև այն հանգամանքից, որ մի կողմից աշխարհն է խառը իր գործերով, մյուս կողմից Հայաստանը առհասարակ իր շահերը պաշտպանելու համար որևէ քայլ չի ձեռնարկում եւ իր համար որևէ խոչընդոտ չի հարուցում, եւ Ադրբեջանը ողջ իր հնարավորությունով անցել է գրոհի։ Ադրբեջանի նախաձեռնած այս գրոհի պատճառն ըստ Աբրահամյանի Հայաստանի իշխանության զիջողական քաղաքականությունն ու հայտարարություններն են։ Հայոց ցեղասպանության հարցը հայկական օրակարգից հանելուց մինչև Արցախի հարցի փակում։ Падգամավորի գնահատմամբ սրանք Փաշինյան-Էրդողան այսպես կոչված պատմական այցի ծաղիկներն են միայն։ Պատմական որակված այցից հետո փաստորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով հռչակագրում տեղ են գտնում ձևակերպումներ, մոտեցումներ, որոնք ըստ էության տարածքային հավակնություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Երբ որ քարտեզային առումով ներկայացում է, դրա մեջ Սյունիքի մարզն է, Վայոց ձորի մարզն է, Գեղարքունիքի մարզի մի հատվածն է, որտեղ Ադրբեջանը ըստ էության նաև մուտք ունի դեպի Սևանալիճ։ Ստամբուլյան հռչակագրի 20-րդ կետն էլ թեև ողջունում է Երևան-Բաքու խաղաղության տեքստի համաձայնեցումը, բայց միակողմանի կոչ է անում Հայաստանին հաղթահարել դրա ստորագրմանը խանգարող իրավական եւ քաղաքական խոչընդոտները ու դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խաթարումը։ Այս տողը Ստամբուլյան գագաթնաժողովի իր ելույթում բացել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Բայրամովն ասել էր, որ Երևան-Բաքու խաղաղության ճանապարհի խոչընդոտներն են Հայաստանի սահմանադրությունն
հանրապետությունն ու ԵԱԿ Մինսկի խումբը։ Արձագանքելով հռչակագրում տեղ գտած մեղադրանքներին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, հայկական կողմը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին եւ առաջարկել կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի հարցերի կապակցությամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը, զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Կոչ ենք անում հռչակագրին եւ բանաձևերին միացած իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Այս պահին չգիտենք, թե այսպես կոչված խաղաղության պայմանագրում ինչ կա, այդ 17 կետերից միայն երկուսն է հանրայնացված եղել, երկուսն էլ չեն բխել հայկական շահերից եւ նույնիսկ սարսափով է մարդ պատկերացնում, թե մնացած 15 կետերում ինչեր են ուրվագծված։ Այսինքն այն ինչ որ այսօր հնչում է, մենք չգիտենք դրա որ մասն է արտացոլված այդ փաստաթղթում, բայց դրանից բացի էլ Ադրբեջանը գիտեք լրացուցիչ նախապայմաններ ներկայացնում եւ մենք չգիտենք միջև ստորագրումը դրանք էլ ինչ լրացուցիչ Ադրբեջանի համար հնարավորություններ են ստեղծվելու եւ Ադրբեջանը ինչ է կարողանալու ամբողջությամբ բերել եւ Հայաստանի բավարարմանը հանգեցնել։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ Չնայած Ստամբուլում Փաշինյանի հայտարարությանը Բայրամովն Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստում Հայաստանին մեղադրել է միջանցք չտրամադրելու համար։ Բաքուն պնդում է, որ Երևանը չի կատարում Ադրբեջան-Նախիջևան անխոչնդոտ հաղորդակցությունն ապահովելու իր պարտավորությունը։ Ուշագրավ է, որ միջանցքի պահանջը Ստամբուլյան հռչակագրում տեղ չի գտել։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։